Պարոն Հարությունյան, քաղաքը այս անգամ խիստ երաժշտական եւ շքեղ պրեմիերա տեսավ։ Այս տարի թատրոնի 160-ամյակն է եւ մենք որոշեցինք, որ պիտի ամբողջ տարին լինի թատերական ու տոնական։ Տեսնում ենք շատ հաճախ թե բեմադրողների, թե դերասանների կազմում երիտասարդ դերասաններ կան եւ ստեղծագործողներ։ Սա նոր մոտեցում է ձեր կողմից, որը բերվեց նոր շունչ հաղորդելու համար։ Հինը պիտի ամուր պահեց, բայց նորը պիտի կառուցես։ Ու հինը արմատախիլ չանես։ Ճիշտ ժամանակին չեք վախեցել վստահել երիտասարդներին։ Մեզ վստահեցին, գիտեք, եթե քեզ հետ մարվում են առաքինի, ազնիվ, դու չես կարող հակառակը վարվել։ Արդյոք թիմը պատրաստ է ընդունել երիտասարդներին։ Թատրոնը տուն չի։ Թատրոնը քո աշխատավայրն է, որտեղ դու պիտի կաց աշխատես։ Բազմաթիվ անգամներ ականատես են լինում նաև հյուրախաղերի։ Թատրոնը չի կարող միայն ստեղծագործել իր քաղաքի համար։ Կան ազդակներ, մեսիջներ, որոնք տալիս եք ներկայացման միջոցով։ Խոսքը նաև հենց քաղաքական խնդիրների մասին է։ Իմ անհանգստությունները ես ներկայացնում եմ իմ պիեսներով։